Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան Դաշինքից Գառնիկ Դանելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանելյան իր գործընկերների հետ միասին վերջին օրերին եղել է սահմանամերձ շրջաններում, գյուղերում հանդիպել է բնակիչների հետ, կարծեմ փոխանցելու շատ բան կա, պիտի խնդրեմ դրա մասին խոսել, նաև շատ ծրագրավորված կազմակերպված այս ազգակործաններն ու պիղծ ուժերը արշավ են սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց կարծեմ ստացան համարժեք պատասխան, մենք դրա մասին խոսենք, թե պետք է չառաջել ենք, արդեն քանի օր է դրա մասին խոսում ենք, այսօր ինչ-որ հայտարարություններ արել, որ էլի են նույն տրամաբանության մեջ, որ ինչ փառահեղ բաներ շրջան ենք ապրել Նիկոլի ժամանակաշրջանում, հիմա էլ ասում եմ ամենաշը, չգիտեմ, աճը, աշխատատեղերը, այսպիսի անհեթեթությունների շղթային նույն տրամաբանության մեջ էր, ինչ որ ասում էր Սարդարապատի օրվա արդիվ հիշում եք, այդպիսի խոսք եւ խոսքը դրանով ամփոփեց, այսպիսի անհեթեթություններ է դուրս տալիս եւ նաեւ վերջին օրերին նաեւ մենք տեսանք, որ աշխատանքից ազատվեց ոստիկանության փոխնախարար Արամ Հովհաննիսյանը, նույն ինքը Նիկոլի Արամը, հիմա կազատվի թե չէ, կամ ինչպես սրբազաններ ասում, Խաշի Արամ, Խաշուտով, Խաշլամա էր ասում, ինչ էր ասում, այդ Խաշլամա, ես ներողություն եմ խնդրում, բայց քանի որ իրենք ամեն ինչ իջեցրել են այդ մակարդակին, երբեմն ստիպված ենք լինում, մենք էլ, հա, այդ խոսույթով ինչ-որ բաներ ներկայացնել, կամ այդ խոսքի մեջ մնալ, եւ այսպես աշխատանքից ազատվեց, հետաքրիր է, որ ինքը ինչով է ուշագրավ, որ նախ վերջին փուլում Նիկոլի իշխանության գալուց հետո, իսկ այս վերջին տարիներին հատկապես այն մի հատ ինչ-որ պատահական մարդու են բերել նշանակել, թեպետ իրանից առաջ ավելի մեծ պատահականություններ, Վաղե Ղազարյան, նրանց հետո սա, այս պատահականությունների թյուրիմացությունների մի հատ շղթա է, սրանք իսկապես խայտառակություն են, որպես մասնագետներ, որպես պրոֆեսիոնալներ, դրա մասին շատ հեշտ կարելի է դատողություն անել, միայն հետևել օրվա լրահոսին, քրոնիկային, թե ինչ է կատարվում։ Առավոտը զարթնես, ուզում եք հենց այսօր նայեք, դանակահարություններ, սպանություններ, խուլիգանություն, հարձակում, իրենց իսկ խոսքերով կրկնապատկվել, քառապատկվել է, ամեն օր կամրջի տակ գտնում են մի դիակ, թմրանյութերի տարածում խայտառակ ձևով, տոտոների, վիվառոների տարածում, այսինքն Նիկոլը զբաղված է ազգի պղծությամբ, կործանման, որտեղ ինքը մեծ է խոսը, որ ես եի գլխավոր հրամանատարը, ինչի գլխավորը դու ես, վերածվում է ավերակի կործանման, ցեղասպանության, չգիտեմ, ողբերգության, այնպես որ դու, այո, դրա բան ես, ու հələ քո նման ինչ որ մեկը համարձակվում է, ինչ որ մեկին պատասխանատվության ենթարկել, հաշվետվություն է պահանջում, չգիտեմ, ինչ մեծ փրթում է հայ առաքելական եկեղեցու հետ կապված ինչ որ բաներ, ես ասում եմ կգամ դրան, բայց մինչ այդ էս ուրա դրա պատկերը այդ Նիկոլի Արամ էր, Արամ Հովհաննիսյան էր, ինչ էր, նախ պատմության մեջ արձանագրվելու է, որ Վահե Ղազարյան եւ Արամ Հովհաննիսյան այս տպերը մնալու եք երկիր հանձնողներ, դուք երկիր հանձնող, դու խայտառակություն, թյուրիմացություն, թափթփուկ, տահաս դավաճան, թրքամետ, դուք ջարդելով, հիշում եք քանի անգամ, հիմա դուք էլ ավերիկը հիշում եք, որ Գիրանցում փակել են եւ թույլ չէին տալիս, ոստիկանները ջարդելով Թուրքի ճանապարհը, վիժվածք, դու հայ ժողովրդին պայքարողներին ջարդել ես, որ բացես Թուրքի ճանապարհը, այ դու մնալու ես որպես հող անցնող, տականք սրիկա ոստիկան, դու այդպիսին ես, քո ղեկավար Վահե Ղազարյանը ու լավ է, որ ինքը այդպես օգտագործում է հանում ձեզ շպրտում է, դա Նիկոլի ձեռագին է եւ լավ է անում, լավ է արել, որ ձեզ հանեց շպրտեց, բայց իհարկե մենք պետք է բոլորս միասին իրան առաջին հերթին շպրտենք։ Սրա հետ կապված եթե ինչ որ բան ունեք կամ այլ ինֆորմացիա ունեք եւ ինչի ընդհանրապես նրան հանեց շպրտեց կամ էլ մի մեծայեսի միջին հանեց շպրտեց Վահե Ղազարյանին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, վարկածները տարբեր վարկածներ են քննարկվում վարորդական իրավունքների վաճառքի հետ կապված, նաև ըստ լրատվամիջոցների եւ տարբեր աղբյուրների ասում են, որ նաև իր տղան է ոնց որ դրանով զբաղվել, բայց ես չեմ կարծում, որ կոռուպցիոն դրսևորումների համար աշխատանքից ազատած լինեն, որովհետեւ եթե կոռուպցիոն դրսևորումների համար ազատվեն աշխատանքից, պետական համակարգում մարդ չի մնա, որովհետեւ բոլորը կոռումպացված են, բոլորն ունեն իրենց բիզնեսները, իրենց
փայերը, իրենց բաժին, այսպես ասած, եկամուտի աղբյուրներ, ասենք ոչ մեկ աշխատավարձի հույսին չի, էլի, հույսով չի, եթե աշխատավարձի Չնայած աշխատավարձները չգիտեմ, կրկնապատկել, եռապատկել են, բայց ինչ է աշխատավարձը եռապատկում են, պրեմիան ստանում են, բացի այդ էլ ամեն մեկը հովանավորչությամբ ազբաղում, դա հստակ անարարկելի փաստ է, որ պետական ապարատում ամենաբարձր օղակներում զբաղվում են հովանավորչությամբ, մեծ գումարներ են վաստակում, մեծ գումարներ են աշխատում, դա այս փոքր երկրում դա չես կարող թաքուն պահել։ Գնացեք, տեսեք իրանք որտեղ են ապրում, ինչ պայմաններում են, ինչ մեքենաներ են վարում, ինչ իրենց որդիները այս ընթացքում ինչ բիզնեսներ են դնում, Վահե Ղազարյանը մինչ այդ եւ իր ընտանիքը ինչ ուներ, մի հատ բլած պայթած ինչ որ ասում էր, կռաս, կամաս, ինչ է, այդպես ավտոյի հիմա շատ կարևոր մի հատ հարց կա, որի մասին պիտի խոսենք, ասենք, ինչ տեղի ունեցավ, օգտագործվեց, շպրտվեց։ Ոնց որ մնացած բոլոր։ Դե հիմա իրանք ասեն ոչինչ, կարևորը մի քանի միլիոն աշխատեցի։ Ոնց աշխատեցի։ Հա, դե հիմա պատմության մեջ էր թորները։ Այն որ տավուշը հանձնում էին, այս մարդը իր բերետավորներով եկել էր եւ կազմակերպում էր հայրենը հանձնումը։ Այդ տեսագրությունները, ես եմ անձապետ տեսագրություններով զբաղվել եւ վերջի պահին թույլ չտվեցինք, որ տեսանյութերը արգրավեն եւ այդ տեսանյութերը հրապարակվեցին ի վերջո, թե ոնց են Եվ առավոտյան այդ ծեծու ջարդը, որ կան այդ կանանց երեխաների խոշտանգման դեպքերի դեպ որևիցե մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ նաև այդ այն օրը, որ անհայտ ուրեմն հանգամանքներում, երբ որ առանց պետհամարանիշների որոշ տվյալներով ադրբեջանական Բարսաշյան պաշտոնյաների ճանապարհը բացելու համար գյուղի ժողովրդին ծեծի եւ ջարդի ենթարկեցին։ Այդ բերետավորները, որ խոշտանգում էին այդ գյուղի սահմանը պահող այդ մարդկանց, ընտանիքներին, զոհվածի ծնողներին, երեխաներին, այդ խոշտանգման արդյունքում գեներալի ուսադիրներ ստացան եւ բարձր պաշտոնյա եւ պրեմիաներ ստացան, որ խոսում էին ոստիկանական տարբեր ստորաբաժանումներում պաշտոնյաներն ասում էին, ինչքան շատ ենք ծեծում, այնքան պրեմիան ավելանում։ Ինչքան շատ մարդ ենք խոշտանգում, այնքան մեր աշխատավարձերը բարձրացնում են։ Ասենք կար մի սանդղակ, այսքան մարդ կծեծես, այսքան քո հայրենակիցների կխոշտանգես, այսքան կստանաս։ Լավ կլինի, ցույց կլինի, միտինգ կլինի, ինչքան ով որ ավելի լավ է իրան դրսևորել ծեծու ջարդի մեջ, ով որ ավելի շատ յենիչերություն արել, նա ավելի շատ փող է ստանալու։ Այդ դրա վրա հիմնված է ոստիկանական համակարգը։ Այդ խոշտանգումների արդյունքում է, որ մարդիկ մինչև հիմա այդ շատ մարդկանց եմ ճանաչում, մինչև հիմա խնդիրներ ունեն տեղաշարժվելու։ Այն որ արգելված միջոցներ են կիրառում ազգային ժողովի դիմաց, եւ որ այդ նռնակներն են շպրտում, չերում ու նռնակներն են, արգելված նռնակները։ Վերջ ազատվեցին պրծան, էլի վերջացավ, ասենք Այդ Վահե Ղազարյան կամ Արամ Հովհաննիսյանի թվում է թե վերջ էլի պաշտոնից Չէ, բայց հետ էլ հետվողորն արին։ Մի հատ էլ ուրիշ հանցագործություն արեցին։ Մի հատ ուրիշ հանցագործություն արին։ Քիչ չէ արգելված միջոցները կիրառեցին այդ բեկորային այդ վնասվածքները մեր հայրենակիցները ստացան։ Հետո էլ հետվողորն արին, որ արդեն փաստացի այդ պահին դա արգելված միջոց է եղել։ Այսինքն այս հանցակազմը, այս հանցանքը, սա մի հատ շղթա է, որը բացվելու է այս գործերը, Տիկին Թովմասյան։ Ոչ մի փակ գործ չի մնալու։ Բոլորը Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց վռնդելուց հետո այս քրեական գործերը բացվելու է, մարդիկ պատասխանատվություն են կրելու հայրենահանձնման համար, Արցախը հանձնելուց հետո այս անձներ, որ դոշը տալիս է, տավուշը հանձնելուց հետո, այս էր որ իր բերետավորներով կանգնել էր արցախցիներին, հայրենակիցներին ծեծու ջարդի են ենթարկում։ Երբ որ մարդը ասում էր այ տականք, իմ ընտանիքը Հակարի կամուրջից այն կողմ է։ Ու այս մարդկանց դա հետաքրքիր չէր։ Հետաքրքիր չէր էթնիկ զտման ցեղասպանության ժամանակ Արցախում, որ տեղի էր ունենում։ Այս մարդիկ մի խնդիր ունեին, սեփական ժողովրդին խոշտանգելու խնդիր ունեին, որ Նիկոլի աչքին բարձրանան։ Դատվելու են այս մարդիկ։ Դատվելու են ամենախիստ պատժեն արժանանալու։ Հիշում եք մի հատ Բրեժնևի նկարը, էլի 40000 շքանշանով ինչով։ Եվ այս հենց է անելու։ Հիշեք, բոլորին օգտագործելու է, դենա շպրտելու, բայց դուք հանգիստ չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում։
Որովհետև սա սովորական բան չի։ Երկիր հանձնող Երկիր հանձնող ջարդես երկիրը պահողների ճանապարհը բացես, որ Թուրքիա առաջ ճանապարհ բացես գան։ Թուրքիա արչև ճանապարհ բացես, Թուրքին այդ հողերը հանձնես, տաս, որ թուրք ավելի բարենպաստ դիրքերից թիրախավորի, որ իմի Խոզնավարում, որ իմի Սյունիքում, երեք կողմից շրջափակված այդ գյուղերը որ կան հրետակոց են, հայ բնակչությանը որ այնտեղ մարդ չլինի ապրող, որ մարդ չմնա ապրող։ Ես Սյունիքի հայցի մասին էսա քիչ հետո կասեմ, ինչա կատարվել այնտեղ։ Հիմա էլ խնդիր են դրել,